Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք ընտրությունների քաղաքական հետևանքների մասին։ Եվ իմ հյուրերն են Ստեփան Գրիգորյանը, գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Բորիս Նավասարդյանը, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, մեր նախորդ հաղորդման ընթացքում մենք քննարկեցինք բուն ընտրական գործընթացը, դրա անմիջական, այսպես տեխնիկական հետևանքները, ընթացակարգերը եւ այլն։ Այսօր որոշեցինք անդրադառնալ այս հսկայական իրադարձության քաղաքական հետևանքներին։ Խոսքը եւ արտաքին քաղաքականության, այսինքն Հայաստան, Ռուսաստան, Հայաստան Եվրոպական միություն, Հայաստան Միացյալ Նահանգներ, Հայաստան հարևաններ հարաբերությունների մասին է, բայց նաեւ հենց Հայաստանի ներսում քաղաքական զարգացումների վերաբերյալ պարոն Նավասարդյան, երևի չափազանցություն չի լինի ասել, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաաշխարհաքաղաքականացված ընտրություններն են մեկ եւ երկրորդը երբևիցե աշխարհը այսքան շատ ուշադրություն չէր դարձրել Հայաստանում ընտրական գործընթացների արդյունքներին։ Հիմա ինչքանով է այդ իրավիճակը վերաձևակերպվում հետևանքների, որ աղան ընտրություններ, հիմա ինչքանով կարանք ասենք, որ այս ընտրությունները այն նույնչափ ազդեցիկ են լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի տրամաբանության մեջ։ Ես միանշանակ կհամաձայնեմ, որ մեր ընտրությունները աննախադեպ ուշադրության կենտրոնում էին եւ անգամ եթե համեմատեք հետաքրությունը Հայաստանով պատերազմական ժամանակներին, երբ մեդիան եւ ընդհանրապես քաղաքագիտական շրջանակները միշտ ակտիվանում են, եթե համեմատենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, կարելի ասել, որ այսօր այս ընտրությունների ընթացքում ուշադրությունը անգամ ավելի մեծ էր եւ դա իհարկե ինչ որտեղ տարօրինակ է, բայց բացատրվում է իրոք նրանով, որ ընկալվում էին այս ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստում, թեև ես չէի ասի, որ ներսում դա շատ աշխարհաքաղաքական ընտրություններ էին, ամեն դեպքում մարդիկ ընտրում էին իրենց նախասիրած քաղաքական գործին կամ քաղաքական ուժին, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշումները, բայց ամեն դեպքում ներկայացվում էր եւ երևի միջազգային տեղեկատվական միջավայրի համար դա բնական է, նրանք ուզում են հնարավորինս պարզեցնել եւ սխեմատիկ ներկայացնել այն ինչ կատարվում է այս կամ այն երկրում եւ այո առաջին հերթին ներկայացում էր դա որպես արևմուտք Ռուսաստան հակամարտություն, երկրորդ դեպքում խաղաղություն թե պատերազմ եւ դա ինչ որտեղ նաեւ միաձուլվում էր ընդհանուր մոտեցումներում տարբեր մրցակցության մեջ մտած քաղաքական ուժերի բնութագրումներում բայց կրկնում եմ ներսում դա այդքան էլ այդպես չէր որը ցույց է տալիս ինձ ասել որ օբյեկտիվորեն Հայաստանը գտնվում է այն կետում երբ աշխարհաքաղաքական տարբեր շահեր բախվում են որքան էլ ներսում դա կարող է չընկալվի, բայց դա այդպես է։ Եվ տարօրինակ կլիներ, որ միանգամայն այլ մեկնաբանություններ եւ վերլուծություններ կլինեին մեր ընտրությունների մասին, եւ դա հիմնականում կապված է նրա հետ, արդյոք Հայաստանը կդառնա, ես օգտագործեմ մեր վարչապետի եւ իշխող քաղաքական ուժի ձևակերպմանը, խաղաղության խաչմերուկ։ Արդյոք Հայաստանի տարածքով անցնելու են կարևոր հաղորդակցություններ եւ տրանսպորտային եւ այլ։ Եվ դա է հիմնական պատճառը, ինչու աշխարհաքաղաքական էին մեր ընտրությունները եւ նաեւ դրան նպաստեցին ակտիվ ներգրավվածությունը տարբեր կարևոր խաղացողների եւ Ռուսաստանի ղեկավարության եւ Դոնալդ Թրամփի, այսինքն մենք կարող ենք ենթադրենք, որ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ կանդրադառնա մեր ընտրություններին եւ առաջ մի հատ հետո այո արդյոք մենք կարող ենք ենթադրել, որ ընտրություններից մի քանի օր առաջ իր առաջին ընդհանրապես այցելությունը մեր տարածաշրջան կկատարի պետքարտուղարը տվյալ ժամանակների, թեև արդեն մի քանի շաբաթ առաջ փոխնախագահը մինչ այդ այո փոխնախագահ, այսինքն այդ ամեն ինչը հաղորդեց մեր ընտրություններին, ինչպես դուք նշեցիք, աշխարհաքաղաքական կոնտեքստ։ Պարոն Գրիգորյան, հիմա
ընտրությունների դեռևս ֆիքսենք, որ մեր ձայնագրման պահին կան նախնական արդյունքները, անգամ վերահաշվարկը դեռևս արված չի, բայց կան այդ նախնական արդյունքները եւ աշխարհը որոշակիորեն արդեն ռեակցիա տվել է դրան։ Օրինակ Արևմտյան մեր գործընկերները շնորհավորել են Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանի նախագահի խոսնակից ենք շատ տարօրինակ հայտարարություն լսել, որ մենք մասսայական ընտրակեղծիքներ ենք տեսել եւ այլն։ Ես ինչ եմ ուզում հարցնեմ։ Հիմա այս արդյունքները ըստ ձեզ ինչպես են ընկալում եւ ինչ են հասկանում այդ արդյունքներից Եվրոպական միությունում, Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում։ Ոչ թե մենք ոնց ենք պատկերացնում իրան, այլ իրանք ոնց են ընկալում մեր ընտրությունների արդյունքները, ինչ են իրանք հասկանում հայ ժողովրդի քվեարկությունից, ասենք ասենք։ Պարոն Քոչանյան, շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Իրոք այս ձևաչափը շատ կարևոր է, դիլեման այս հաղորդաշարը ես հետևում եմ ուշադիր ու պետք է ասեմ, որ այս ինտելեկտուալ գրագետ քննարկումները շատ անհրաժեշտ են մեր հասարակության։ Հիմա պարոն Նավասարդյանը բացեց այդ փակագծերը շատ կարևոր արձագանք աշխարհի, ես այդտեղ ուզում եմ նաև գումարել, նայեք, մեզ շնորհավորեցին։ Եվ եվրոպացիք, եւ ամերիկացիք, շատ կարևոր է, նույնիսկ կարող եմ մենք նույնիսկ սպասում էինք, ես պարոն Նավասարդյանի համաձայն եմ, բայց որ Դոնալդ Թրամփը 2-3 անգամ արձագանքի, բայց նաեւ մեզ շնորհավորեցին Ղրղստանը, Ղազախստանը։ Դա շատ կարևոր է ԱՊ երկրների կոնտեքստում, քանի որ Ռուսաստանը անընդհատ ասում է Հայաստանում այդ ձեր նշած, որ ինչ որ խախտումներ էին եւ այլ, Ղազախստանը, Ղրղստանը թրան։ Ասեցին ոչ, նորմալ ընտրություններ էին։ ԱՊ երկրների դիտորդների ղեկավարը, որը Ռուսաստանից է, Լեբեդևը ազգանունով, ինքն էլ ասաց, նորմալ էին տեղամասերում, նորմալ էր ընտրությունը։ Ինձ համար նաև այս հատվածը շնորհավորանքների շատ կարևոր է, որ Իրանը մեզ շնորհավորեց։ Դու գիտեք, Ռուսաստանը հիմա, եթե ուշադիր կարդանք բոլոր առանց բացառությամբ հայտարարությունները, նաև այդում երեկվա Սերգեյ Լավրովի, Մարիա Զախարովի, անընդհատ ասում են դժգոհա Ռուսաստանը եւ Իրանը, ինչ որ տարբեր կոնտեքստներով։ Ինչ են մտցնում Իրանը առանքում, չգիտեմ։ Իրանը առաջիններից է, որ մեզ շնորհավորեց։ Այդ շատ կարևոր է։ Դες լեգիտիմությունը ոչ միայն ներսինը գլխավոր լեգիտիմությունն է, չէ՞, մեզ համար, բոլորիս համար, որ բոլոր ուժերը ընդունեցին այդ ընտրության արդյունքները, հիմա ինչ որ process գնում է, բայց այդ կարևորագույնն է, բայց նաև արտաքին լեգիտիմությունը ոչ պակաս կարևոր է։ Ու երբ որ այսօր նայեցի, որ Իրաքի վարչապետն էլ մեզ շնորհավորեց, հասկացա, որ մեր գործերը լավ են գնում։ Հիմա արձագանքը ու ոնց են նայում սրան։ Նու եվրոպացիք ոնց են նայում, որ ժողովուրդը, հայ ժողովուրդը մոտավորապես 58-60%-ը, հատուկ նշում եմ 58-60, քանի որ մարդիկ ասեն ոնց, մոտ 50%-ի Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքապայմանագիրը հավաքեցին։ Ոչ, ազգային ժողովի ներսում վերահաշվարկը տվեց 58-ից 60%, դա կապված է այդ վերահաշվարկի հետ։ Բայց նվազագույնը 58%-ը հավաքեց։ Այդ 58%-ը հստակ համապատասխանում է այն սոցխաղացումներին, որոնք արվում էին նաև Հանրապետական ինստիտուտի կողմից, որ Եվրոպա գնացող տոկոսն է մեր քաղաքացիների։ Բայց պարոն Գրիգորյան, նաև հաշվի առեք, որ այն կուսակցություններից, որոնք չեն հաղթահարել Շեմը, նույնպես կային կուսակցություններ, որոնք կողմ էին եվրոպական ինտեգրացիա։ Ու մի քանի տոկոս էլ այդ կուսակցություններից 60-ից ավել, համաձայն եմ, ինչ եմ ուզում ասել, որ Եվրոպան հասկացավ, որ Եվրոինտեգրացիոն գիծը, որը բռնեց Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը, նույն չափ աջակցություն ունի։ Ամերիկացիք ինչ հասկացան։ Հասկացան մեկ բան, որ հայ ժողովուրդը ուզում է Տրամփի հետ աշխատել ստեղ, քանի որ Տրամփի ադմինիստրացիան առանձնահատուկ ընկալում ունի։ Իրենք շատ անձնավորված են ընկալում։ Ու Տրամփը ասեց, տեսակ, նայեք ինչ ասեց Տրամփը, երբ որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, հա, երեք։ Ինքը ասեց, տեսակ, ես աջակցեցի Նիկոլ Փաշինյանին, իօքուտ իրան ասեցի խոսքեր, տեսակ, հայ ժողովուրդը հարգեց։ Դες ամեն մեկը այդ հաղթանակի մեջ Նիկոլ Փաշինյանը իր լուման է տեսնում, ինչը շատ դրական է։ Իդեպ ասեմ ձեզ, այն որ մեկ-մեկ ասում են ստեղ խաչվում են շահերը, այսա իրար կտան, հիշում եք, որ չէին խաչվում շահերը Հայաստանում։ Հիշում եք ինչով ավարտվեց 2020 թիվ, 2023 թիվ։ Երբ որ ամեն ինչը նախկինները
տվեցին մեկ խաղացողին Ռուսաստանին, ինչով ավարտվեց տեսանք։ Ուրեմն պետք չի վախենալ, որ ստեղ խաչվում են շահերը։ Ուղղակի Հայաստանը այո, պետք է այդ բոլոր սպառնալիքներին եւ դրական հնարավորություններին adekvat արձագանքի։ Եթե չկա հետաքրքրություն քո հետ կապված տարբեր խաղացողների, կոպիտ ասած ոչ մի բանին էլ չես հասնի։ Հենց դա, որ ստեղ խաչվում են շահերը, դու կարող ես ընտրել։ Օրինակ, խաչվող շահերը ինչու՞մ են։ Ռուսաստանը չէր ուզում մեզ մոտ ատոմական նորը կառուցել։ Ինչի՞ հիմա պնդում է, ես պետք է կառուցում, ես պետք է։ Քանի որ այլ ընտրանք առաջացավ, ամերիկացիների, ֆրանսիացիների, ինչ եմ ուզածը, մարդիկ չպետք է վախենան այդ բարերից, որ խաչվում են շահերը։ Ռուսաստանը ինչ հասկացա։ Ռուսաստանը շոկի մեջ է, շոկից նոր սկսեցին դուրս գալ, իրոք շոկի մեջ էին։ Ռուսաստանում ես ցավում եմ, իրանց մոտ մի կա թեր ըմբռնում հայ ժողովրդի։ Իրանք մոռանում են, որ հայերի մեջ մաթեմատիկոսները, ֆիզիկոսները մեծ տոկոս էին կազմում։ Նաև այդ թվում Ռուսաստանին ուզում եմ հիշեցնել, որ ռուսական սովետական միության միջուկային զենքի ստեղծման մեջ Ալիխանյան եղբայրները որոշիչ դեր էին խաղում, այդ հիմա Կուրչատովի վրա սաղ գրանցվում են, բայց այնտեղ խումբ էր 20 հոկանոց, որտեղ 2 հայ, ուրեմն Ռուսաստանում մտածում են, որ հայերը մաթեմատիկայից թույլ են։ Ասենք Պուտինը ասում է 177-ով ծախում ենք, չեն հասկանում, որ հայերը վերաշմարկ են անում, ստացվում է $400, այլ ոչ թե 100։ Այ իրանց մոտ այդ թեր ըմբռնումը հայ ժողովրդի կա, չգիտեմ ով համոզեց Պուտինին, ով խաբեց, ով չի ասում Պուտինին, որ ցանկացած համասարան ռուսական մտի, պրոֆեսորան կեսը հայեր են, որտեղից է այսպես թեր ըմբռնումը մեր ինտելեկտի, չեմ հասկանում, բայց իրանք իրոք հավատում էին, որ այս ճնշումը, սանկցիաները կբերեն նրան, որ կվախացնեն հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը չվախեցավ, նորմալ ընտրություն կատարեց, հիմա այդուք որ ասում եք Ռուսաստանը ինչ է անելու։ Իրանց ըմբռնումը նա է, որ իրանց մերժեցին։ Շոկի մեջ են, հիմա պետք է դուրս գան շոկից, ես չեմ բացառում, որ դուրս կգան բացասական իմաստով, Լավրովը շատ լավ լուր ուղեց հայ ժողովրդին, ինքը ասում է հապկից ձեզ կհանենք, այդ ճիշտն ասած այդ իմ երազանքն է, իշխանության դիրքորոշումը շատ զգուշավոր է ու ճիշտ է, իշխանությունը չի ուզում ինքը անի քայլ, հիմա եթե Ռուսաստանը մեզ հանի, այնտեղ քվեարկեն, մենք կասենք լավ, շնորհակալ ենք ձեզ։ Պարոն Նավասարդյան, հիմա մենք վերջին մի քանի շաբաթներ ընտրություններից առաջ տեսնում էինք Ռուսաստանի կողմից շատ ակնհայտ առևտրային պատերազմներ Հայաստանի դեմ։ Այն ֆիտոսանիտարական ուրեմն ծածկույթը, որ իրանք դրել են շատ པարզ պատճառով, որտեղ Եվրասիական տնտեսական միության ներսենից որ իրանք անում են, ըստ էության անօրինական է։ Եվ միակ, ոնց որ ասած, լեգալ պայմանը, որով իրանք դա կարող են, դա ֆիտոսանիտարականն էր։ Հիմա հարց է առաջանում։ Ընտրությունները անցան եւ կար այսպիսի բացատրություն, որ այդ առևտրային պատերազմներն ունեն մենակ մեկ նպատակ՝ ազդել հայ ընտրողի վրա, հայ քվեարկողի վրա, որպեսզի նա գնա եւ ընտրի ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող գործիչների։ Եվ այսպես սկսած կա նորից երկու տեսակետ, մեկը որ մենք տեսնելու ենք էականի իջեցում, նվազեցում այս ֆոնի, այս էմոցիաների, այս սրվածության հարաբերությունների, բայց կա նաև երկրորդ տեսակետը, որ Ռուսաստանը ըստ էության գնում է նույն պատեռնով, նույն ճանապարհով, որով ինքը գնացել է ժամանակին Բալթիկ երկրների հետ, Վրաստանի հետ, Ուկրաինայի հետ, Մոլդովայի հետ, եւ որ այդ ճանապարհը այլևս հետդարձ չունի։ Ընդ որում այս տեսակետի կողմնակիցները իրանք մատնանշում են օրինակ Պեսկովի հայտարարությունը, որը ինչ որ առումով կամուրջներ այրել է, որտեղ փաստացի Ռուսաստանի նախագահի խոսնակը կասկածի տակ է դնում նոր ընտրված իշխանության լեգիտիմության հարցը։ Ըստ դες հիմա ես համաձայն եմ պարոն Գիգոյան հետ, որ Ռուսաստանը այսպես շոկի մեջ է։ Հիմա այդ շոկը որ ուղղությամբ է տանելու հայ-ռուսական հարաբերությունները դեպի այս լարվածության նվազեցում, թե մենք տեսնելու ենք այլևս այդ կոնֆլիկտի անընդհատ աճ։ Ռուսաստանի վերաբերմունքը մեր քաղաքական կյանքին եւ մեր ընտրություններին ունի տարբեր բաղադրիչներ։ Կան, այսպես ասենք, կոնստանտ բաղադրիչներ եւ կան ժամանակավոր բաղադրիչներ։ Այն ինչ վերաբերում է կոնստանտ բաղադրիչներին, ապա կամ գործոններին, դա նա է, որ բնականաբար Ռուսաստանը դժգոհ է այն զարգացումներից, որոնք տեղի ունենում Հայաստանում։ Եվ այդ դժգոհությունը կոնստանտ է, որտեղ օբյեկտիվ իրականությունը եւ օբյեկտիվ գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանը այլընտրանք չունի, քան դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, իր տնտեսական քաղաքականությունը, եւ դա բխում է նրանից, որ ուղղակի Ռուսաստանի կշիռը ընդհանրապես միջազգային հարաբերություններում եւ տարածաշրջանային հարաբերություններում իջնում է։ Եվ այն հանգամանքը, որը նշեց պարոն Գրիգորյանը, որ անգամ
նույնիսկ ոչ թե ԱՊՀ-ի, այլ Եվրասիական միության երկրները դա ավելի կարևոր է, որտեղ ԱՊՀ-ն ավելի լայն կառույց է, որտեղ կան տարբեր քաղաքական շահեր, բայց անգամ Եվրասիական միության երկրները, Ղազախստանը եւ Qırğızstանը այլ մոտեցում ունեն եւ այլ վերաբերմունք ունեն Հայաստանում տեղի ունեցածի նկատմամբ եւ դա խոսում է նրա մասին, որ այդ երկրներն են հեռանում Ռուսաստանից եւ Հայաստանի կոնտեքստը դա եւս մեկ անգամ ցուցադրեց եւ դրանից բնականաբար Ռուսաստանը միշտ դժգոհ է լինելու եւ դա ցույց են տալիս հիմնականում այսպես միջին կամ միջինից մի քիչ բարձր էշելոնի ռուսական պետական գործիչները դա իրենց դերն է այս ամբողջ ներկայացման մեջ հա քաղաքական բայց կա նաեւ ժամանակավոր բաղադրիչ կամ ժամանակավոր գործոն, որը դուք ակնարկեցիք հենց ընտրություններն են, որ հենց ընտրությունների ժամանակ Ռուսաստանին պետք էր ազդեցություն գործել մեր ընտրողների վրա։ Եվ այստեղ մենք կարող ենք վիճել, արդյոք դա հենց Ռուսաստանի նախաձեռնություններ, թե դա խնդրանքներ այն քաղաքական ուժերի, որոնք ձեռնոց էին նետել Փաշինյանին։ Նրանք ամեն դեպքում ունեն որոշակի կապեր Ռուսաստանում տարբեր իշխանական շրջանակների հետ եւ բնականաբար մինչեւ ներկայացնել իրենց հայտերը այս ընտրություններում խորհրդակցել են գնանք թե չգնանք եւ իրենց ասել են դե փորձեք ես այդպես եմ սցենարը մոտավորապես պատկերացնում որովհետեւ չէին կարող ասեն մի գնացեք մանավանդ որ շահագրգռվածություն կար որ դիմադրություն լինի Փաշինյանի քաղաքականությանը եւ քաղաքական պայմանագրի քաղաքականությանը բայց եթե ասել են գնացեք ուրեմն ինչ որ բանով պիտի օգնեն եւ ես կարծում եմ որ ընտրություններից առաջ այստեղից անընդհատ խնդրանքներ էին գնում դե եթե մենք գնացել ենք նաեւ ձեր աջակցությամբ կամ ձեր օքեյով ուրեմն մի բանով մեզ օգնեք այսինքն ճնշեք Հայաստանի հասարակական կարծիքը որպեսզի հնարավորինս շատ ձայներ տան մեզ կամ գոնե Փաշինյանի դեմ Եվ կարծում եմ դա էր հիմնականը, ինչու այդպիսի ակտիվ ուրեմն քարոզչական աշխատանք էր կատարվում Ռուսաստանի կողմից։ Հիմա ինչ է կատարում ընտրություններից հետո։ Ակնհայտ էր, որ անկախ նրանից ով է ընտրվելու, Ռուսաստանին այստեղ պետք է թույլ իշխանություն։ Որպեսզի իշխանությունը լինի թույլ, իր լեգիտիմության աստիճանը պետք է լինի ցածր։ Ուրեմն Անկախ նրանից ինչպիսի հարաբերություններ են ձևավորվելու Մոսկվայի եւ Երևանի միջև, պետք է որ Երևանը որպես կողմ լինի ավելի թույլ եւ պակաս լեգիտիմությամբ։ Ուրեմն իներցիայով պետք է շարունակել ասել, որ բազմաթիվ խնդիրներ կան մեր ընտրությունների հետ։ Հիմա անցնենք կոնստանտ նաեւ թեմաներից, իսկ կոնստանտ թեման այն է, որ Ռուսաստանը ամեն դեպքում անկախ նրանից ինչպիսի իշխանություններ են Հայաստանում, իրենց ներկայությունը այստեղ ցանկանում են պահպանել եւ գիտակցում են, որ այդ ներկայությունը չի կարող լինել հենված միայն ուժային գործոնի վրա։ Այսինքն ինչ որ համագործակցային ռեժիմ պետք է Հայաստանի հետ ունենալ, որքան էլ այնտեղ դժգոհ են մեր իշխանություններից, եւ ես կարծում եմ հիմա կամաց մենք գնալու ենք այն փուլ, որտեղ կլինեն քիչ թե շատ կառուցողական նաեւ բանակցություններ կապված Ռուսաստանի տարբեր ներկայության հետ Հայաստանում, դա եւ տրանսպորտային կոմունիկացիաներին է վերաբերում, եւ էներգետիկ ոլորտին, եւ սահմաններին, ես անգամ այդքան արդիական չէի դիտարկի Ռուսաստանի ռազմական բազայի ներկայությունը, որտեվ իր դերակատարությունը մոտենում է 0-ին։ Այն դեպքում, որ սահմանապանների հարցը ինքը շատ կարևոր է եւ կապված է այլ հարցերի հետ, մասնավորապես տրանսպորտային կոմունիկացիա։ Մի բան մենք լրացում մենակ թույլ տվեք, նաեւ ֆիքսենք, որ սահմանապահների դեպքում մի պայմանագիրագործում, որը իրականում շատ հեշտ լուծվող իրավական բազայի մեջ է գտնվում, ընդհանրապես Հայաստանը պետք է ասի, որ ինքը ձևավորել է իր կառավարությունները այլևս կարիքը չունի, իսկ զորամասի պարագայում լրիվ այլ պայմանագիր է, որ մի քիչ ավելի բարդ իրավական ժամանակահատվածի համար է, այո։ Եվ առաջին հերթին խոսքը գնում է թրիփի մասին, եւ մենք շատ լավ հասկանում ենք եւ արդեն կան որոշ դրսեւորումներ, որ եթե ռուս սահմանապահները մնան այդ մեղրի հատվածում, դա նշանակում է, որ թրիփի իրականացման համար կլինեն որոշակի խոչընդոտներ։
Այսինքն այդ հարցը նույնպես դառնալու է լուրջ բանակցությունների եւ լուրջ խոսակցությունների առարկա եւ մենք պետք է հույս ունենանք, որ ամեն դեպքում պրագմատիկ մոտեցումները այստեղ կշահեն, քանի որ ստեղծել եւս մեկ ռազմաճակատ Ռուսաստանին այսօր կարծում եմ պետք չէ, բայց մյուս կողմից մենք լավ հասկանում ենք եւ պատմությունից գիտենք, որ իրացիոնալ մոտեցումները շատ դեպքերում Մոսկվայում հաղթում են պրագմատիկ մոտեցումներ։ Այ հենց այս ձեր վերջի ասացից, պարոն Գրիգորյան, տեսեք, երբ որ մենք խոսում ենք պրագմատիկ քաղաքականության մասին, ապա այս պայծքսած Ռուսաստանը ունի երկու տարբերակներ այդ աշխատելու, հա։ Մեկը շարունակել այն էսկալացիոն ֆոնը, որ ինքը միջև էս պահ արել է, այդ առևտրային պատերազմները արգելել է մեր արտադրանքը եւ այլն, ու մենք ընդհանուր առմամբ կարծում եմ այդ մի քանի օրվա ընթացքում բավականին տպավորիչ արդյունքներ գրացեցինք մեր համար այլընտրանքներ ձևավորելու։ Ամենայսպես ցցուն շատ խոսացված օրինակը ծաղիկներն է, բայց ես ուզում եմ շատ կոնկրետ Ծիրանի վրա օրինակը բերել։ Տեսեք, երբ որ խոսակցությունը գնաց, որ այ Ռուսաստանը կարգելի Ծիրանի արտահանումը, միջինացված մենք հաշվել ենք մոտավորապես 1000 ֆուռ արտահանում ենք։ Մենք լինում է տարի շատ, լինում է տարի պակաս, միջինացված 1000 ֆուռ ենք մենք արտահանում։ Ընդամենը 2 օր անց այն հայտարարությունից, որ Ռուսաստանը արեց Ծիրանի հետ կապված, հայտարարվեց, որ 20 ֆուռ Լեհաստանը արդեն հայտարարել է, որ պատրաստաբերել, դա 2%-ն է, դա 2 օրվա ընթացքում է այդ արդյունքը գրանցվել։ Այսինքն եթե նույնիսկ զուտ թվերով խոսանք, հա։ Այսինքն Հայաստանը ապացուցում է, որ եթե Ռուսաստանը գնում այդ ճանապարհով, Հայաստանը կարողանալու է ընդհանուր առմամբ իր համար, հա, կարողա տուժենք, օրինակ 20%-ը չկարողանանք արտահանենք այն ծավալի, որը օրինակ արտահանել ենք Ռուսաստան եւ այլն, բայց դա կառավարելի ռիսկ է։ Մենք օգտագործենք ոչ մենք ենք Ծիրան սիրում ուտենք, էլի։ Եվ բազմաթիվ զբոսաշրջիկները, որոնք գալիս են Հայաստան այդ սեզոնին։ Այո։ Հիմա հարցը սա է։ Ռուսաստանը եթե գնում է այս էսկալացիայի ճանապարհով, ինքը ընդհանրապես արագացնում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների դեինտեգրացիան, ասենք ասենք։ Եթե գնում է նվազեցնելու ճանապարհով, այս պայծությամբ ունի հնարավորություն դանդաղացնելու մեր ապահարզանը կամ մեր հարաբերությունների դեինտեգրացիան։ Պրագմատիզմը հուշում է, որ պետք է հիմա Ռուսաստանը մեզ վրա չկրակի, որտեղ դրանով ինքը կրակում է ինքն իր ոտին։ Բայց ինչպես պարոն Նավասարդյանը ասում է, փորձ ցուցադրի, որ նաև իրանք շատ հաճախ ոչ պրագմատիկ որոշումներ են կայացնում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ մի բան ասել, ուրեմն ուղղակի ամսի 8-ին էր դա երկրորդ օրը ընտրություններից ամսի 8-ին Նիկոլ Փաշինյանը որոշում ընդունեց տենդեր անցկացնել այն հատվածը ախուրիկի հատվածը Գյումրի-Ղարս երկաթգծի, որը մոտավորապես 10 կիլոմետր վատ վիճակում է, վերանորոգել։ Դուք գիտեք, այդ որոշումը հիմա մեր կառավարությունը արեց առանց ռուսական կոնցեսիայի։ Ինչ է դա նշանակում։ Մեր կառավարությունը հասկացավ, որ պետք է միակողմանի քայլեր անի։ Դուք հիմա նշեցիք, ինչքան դժվար է ասենք ռազմաբազայի պայմանագիրը վերանայել, ինչքան հեշտ է սահմանապահների, բայց ուզում եմ ասել, դա էլ կարևոր պայմանագիր է, նախկինները հանցավոր բաներ արեցին, այդ պայմանագրերը որ կարդում ես, չես հավատում, էլի, ասենք ոչ մի բան չես կարող փոխել, այ ինչ կա, պետք է հավերժ մնա եւ այլ, բայց այնուամենայնիվ կան կետեր, որոնք թույլ են տալիս ազատ գործել։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քայլ արեց։ Հիմա Ռուսաստանը դրան պետք է արձագանք տա։ Իմ կարծիքը նա է, որ մեր կառավարությունը այս ընտրություններից հետո երրորդ մանդատից ու պինդ մանդատ է։ Ես ցավում եմ, որ սկսում են քննարկել սահմանադրական մեծամասնություն չունեն, վատ է, լավ է, նորմալ մանդատ է, ուժեղ լեգիտիմ մանդատ է կառավարությունը կգնա այդ քայլերով, ու Ռուսաստանը շատ հավանական է, ես պարոն Նավասարդյանի հետ համաձայն եմ, որ իրացիոնալ ճանապարհով կգնա, ու բացատրում եմ, ապացույցներ ունեմ, ինչու կգնա իրացիոնալ։ Նայեք, մեծ գաղտնիք չի, Հարավային Կովկասում վրացիք, ադրբեջանցիք միշտ քննադատական էին Ռուսաստանի նկատմամբ։ Այդ Աբխազիայի պատճառով, ադրբեջանցիք Ղարաբաղի պատճառով միշտ քննադատական էին։ Հայաստանում կիսա քննադատական, կիսա դրական էր ու մի հատված կա հայ ժողովրդի, որ կոշտ պրոռուսական էր Ղարաբաղի հայեր։ Ռուսաստանը լուծեց, Պուտինը լուծեց, ցերեց այս մարդկանց։ Ինչ եմ ուզում ասել։ Ռուսաստան այդ ձեր դուք շատ լավ ձևակերպում արեցիք, ռուսերեն ասեմ, քանի որ Լավրովը, Պուտինը սիրում են դա օգտագործել։ Выстрелили себе в ногу։ То есть Ռուսաստանը կրակեց իր ոտին։ То есть Հայաստանի ներսում, то есть հայ ժողովրդի ներսում
ջարդեցին այն հատվածը հայ ժողովրդի, որը ռուսամետ է։ Հիմա չթաքցնենք, էլի, եւ իշխանությունները եւ ժողովուրդը բավական ռուսամետ է, եթե բացասական չեմ ասում, բայց իրանք կրակեցին այդ ժողովրդին, հանեցին Ղարաբաղից։ Հիմա իրանք հենարան չունեն, ու դա է պատճառը, որ շոկի մեջ են, չեն հասկանում ինչ է կատարվում։ Իրենց մոտ տպավորվեց, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ, չգիտեմ ինչա։ Հիմա պարզվեց, որ մեր ժողովուրդը նորմալ ժողովուրդ է, սխալ են անում, մենք նեղանում ենք, ճիշտ են անում, բան, ու մի բան չխառնենք։ Երբ որ ես քննադատում եմ Պուտինին իր թիմը եւ այլն, դա չի վերաբերվում ռուս ժողովրդին կամ ռուսաստանցիներին։ Իրանք ստեղ լավ գալիս են, մենք լավ ընդունում ենք ու պետք է շարունակենք նորմալ ընդունենք, էս է հայ ժողովրդի ուժը։ То есть հայ ժողովուրդը չի խառնում հարցերը։ Ու քննադատությունը մեզ որ մենք հիմա քննարկում ենք, մտահոգված ենք Ռուսաստանի քայլերով, այդ քննադատությունը Պուտինի ու Պուտինի թիմին է, ոչ թե ժողովրդին վերաբերվում է։ Այս շատ մեզ ուժեղացնում է։ Բայց ավարտում եմ իմ այս հարցին պատասխանը, գիտեք ինչով։ Պարոն Նավասարդյանը շատ կարևոր հարց բարձրացրեց սահմանապահների հետ կապված, ու ամենաակտուալ հարցը դա է, պետք է լուծենք, բայց այնտեղ կա երկրորդ բաղադրիչ, ոչ միայն թրիփի հետ։ Երկրորդ բաղադրիչը դա վիզա լիբերալիզացիա Եվրոմիության։ Բացառվում է, որ ինչ որ հատվածներ մեր սահմանների օտար երկիրը վերահսկի, որ իրանք մեզ վիզա լիբերալիզացիա դա բացառվում է։ Այդ հարցը պետք է լուծվի եւ Թուրքիայի սահմանից անցակետերը ժողովուրդը պետք է իմանա, անցակետերը Թուրքիայի հետ, Իրանի հետ, Զվարթնոցում բոլոր տեղերից հանված են։ Թուրքիայի հետ առայժմ չունենք անցակետ։ Մշտապես գործող։ Բայց անցակետերը ճիշտ է, գործող չեն այդ երկու, բայց այնտեղից էլ հանեցին ռուս սահմանապաներին, հիմա մերոնք են։ Բայց միտքս ինչու՞մ է, բայց սահմանների երկայնքով կան նաև Իրանի հետ։ Իրենք պետք է դուրս գան ոչ միայն թրիփի վտանգի տակ, որ չգցենք թրիփը, նաև որ վիզա լիբերալիզացիան դա բացառվում է Եվրոպան մեզ համար բացի իր սահմանները, եթե դու քո սահմանները չես վերահսկում, այդ ուզում եմ գումարել ու ավարտում եմ։ Ռուսաստանը իմ կարծիքով ոչ ռացիոնալով ճանապարհով կգնա սրման, այդ շոկից դուրս գալուց երեք ու այսօր առավոտ այդ Ռոսնադզորը ինչ որ հայտարարություն արեց, միջև էլ երեք Լավրովը խոսեց, որ հապկից ձեզ պետք է հանենք, ինչ որ նոր ինչ որ բարդություններ ստեղծել, իրանք իրացիոնալ ճանապարհով կգնան ու դա կապված չի հայ ժողովրդի հետ, դա կապված է իրացիոնալ Պուտինի քաղաքականության հետ։ Ինքը բոլոր ժողովրդների հետ խորհրդային տարածքում փչացնում է հարաբերությունները, ինչու այդ կարող ենք վերլուծել։ Ես կարծում եմ իրանք կգնան իրացիոնալ ճանապարհով։ Պարոն Գրիգորյան, ընտրությունների ուրեմն ավարտից եւ ձայների հաշվարկի մեկնարկից ընդամենը 2 ժամ անց, մոտապես 2 ժամ անց, Վրաստանի վարչապետը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին հաղթանակի հետ կապված։ Շատերը շատ զարմացել են այդ հապճեպությամբ, դուք ո՞նց եք դա բացատրում։ Ես բացատրում եմ շատ հասարակ բանով, որը բացեց այսօր վարչապետը, թե երեք վարչապետը Իրակլի Կոբախիձեն։ Ինքը որ շտապեց, շնորհավորեց, parza իրանացին խիստ շտապեցիր, հա, հաղթողա, բայց մի քիչ սպասեիր, ինքը երեք բացատրություն տվեց։ Ինքը ասեց Նիկոլ Փաշինյանը անձամբ այդքան մեծ դեր խաղաց հայ-վրացական հարաբերությունները հասցնելու ռազմավարական մակարդակի, որ ես համբերություն չհամբերեցի, շնորհավորեցի ու ձեզ ասեմ, մեծ գաղտնիք չի, եվրոպացի կունեն լուրջ խնդիրներ վրացիների հետ, ամերիկացի կունեն լուրջ, նույնիսկ Դոնալդ Տրամպի ադմինիստրացիան, ու այս ֆոնի վրա Հայաստանի ճիշտ դիրքորոշումը անընդհատ Վրաստանի հարցերը բարձրացնելը Եվրոմիության արչև Միացյալ Նահանգների իր դերը խաղաց։ Իրանք հիմա պատրաստ են խոսել։ Հա, իրանք անընդհատ ինչ որ բաներ ասում են Վրաստանի ժողովրդավար կամ ժողովրդավար լինելու պատճառով, բայց եթե դուք նկատել եք, հիմա ավելի ուշադիր են։ Այդ հենց այս ղեկավարության Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի անձամբ քայլերն են։ Ու դա ճիշտ քայլեր են, քանի որ մեզ պետք են տարբեր ճանապարհներ դեպի Եվրոպա, ոչ միայն Թուրքիայով, նաև Վրաստանով։ Պարոն Նավասարդյան, Ադրբեջանում ինչպես են ընկալում արդյունքները։ Ես եթե թույլ տաք մի բան ավելացնեմ հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ, պարոն Գրիգորյանը նշեց երկու հանգամանք, նախ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը հայ-վրացական հարաբերությունների սերտացման մեջ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը փորձում է կարգավորել Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները եւ դա գնահատվում է Վրաստանում, որքան էլ այնտեղ կան կասկածներ, ինչքանով պետք է այս պայմաններում մերձենալ։
Եվրամիության հետ, բայց կա նաև երրորդ հանգամանք, ամեն դեպքում Վրաստանի քաղաքականությունը ձևավորվում է ելնելով բազմաթիվ հանգամանքներից։ Այդ թվում նաև վերջի զարգացումները պայմանավորված են նրանով, որ Վրաստանը շարունակում էր համարել Հայաստանը որպես Ռուսաստանի կողմից վերահսկվող միավոր, տարածաշրջանային միավոր, եւ դա էր պայմանավորում ինչ որտեղ հարաբերությունները Վրաստանի եւ Ռուսաստանի, ոչ միայն դա, բայց մասամբ նաեւ դա։ Եվ երբ Հայաստանը ցույց է տալիս, որ գնում է ինքնուրույնության ճանապարհով, դա բնականաբար որոշակի դրական ազդակ է նաև Վրաստանի համար, որ իրենք էլ կարող են ավելի ինքնուրույն լինել եւ այդ առումով հաղթանակը քաղաքացիական պայմանագրի իրենց համար կարեւոր է եւ դա ինչ որտեղ կարող է բացատրել նաև որոշակի շտապողականություն։ Հիմա ինչ վերաբերում է Ադրբեջանին, այստեղ կարծում եմ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Մի կողմից Ադրբեջանում բնականաբար ցանկանում են, որպեսզի այդ խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման գործընթացը շարունակվի։ Մյուս կողմից այնտեղ կան նաեւ չափազանց մեծ ակնկալիքներ Հայաստանից եւ այդ ակնկալիքները ինչ որտեղ կենտրոնանում են այդ հանրաքվեի, համանդրական հանրաքվեի շուրջ։ Եվ եթե հավանականությունը այդ հանրաքվեի իջնում է, այն պարագայում, երբ 2/3-ը քաղաքացիական պայմանագիրը չունի, ապա նաև որոշակի զգուշավորություն կա հայ-ադրբեջանական ամբողջ գործընթացի նկատմամբ, խոսակցություններ կան, որ դա կարող է դանդաղել, դա նշանակում է, որ օրակարգը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել, եւ կարծում եմ այստեղ շատ կարեւոր կլինի այն հանդիպումները եւ զարգացումները, որոնք հողի վրա կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եթե լինեն համոզիչ առաջընթացներ, դա կլինի TRIP-ը, դա կլինի որևէ այլ համատեղ պրոյեկտ, դա կլինի RF3 ընդլայնումը, այդ ամեն ինչը կարող է նոր ներուժ հաղորդել ամբողջ գործընթացին եւ ես կարծում եմ շանսեր կան անկախ անգամ համանդրական հանրաքվեից շարունակական դարձնել հարաբերությունների նորմալացման այդ գործընթացը։ Առայժմ սպասողական վիճակ է, կարծում եմ Բաքվում գերիշխում։ Այսինքն որոշում չկա։ Դեռ վերջնական որոշում չկա, կա ցանկություն շարունակել նորմալացման գործընթացը, բայց ինչպիսի շրջանակներում դա կլինի, ինչպիսի արագությամբ, այստեղ դեռ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն։ Ես ուզում եմ ստեղծողակի գումարել պարոն Նավասարդյանի ասածին, ես նայում եմ Եվրոմիություն Ադրբեջան վերջի ժամանակվա դինամիկան ու պարզ է Միացյալ Նահանգներ Ադրբեջան։ Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ այս հազվադեպ մետաղների հետ կապված, այդ միներալների հետ կապված պայմանագիր կնքեցին։ Ամերիկացիք իրան ներգրավում են ու հետ կանգնել դժվար կլինի։ Բացի դրանից եվրոպացիք հիմա բանակցում են ադրբեջանցիք համաձայն են հիմա, միջև այդ ասում են համաձայն չենք, ինչ որ գումարներ ստանալ, ապա շրջափակման կոնտեքստում ոչ միայն TRIP-ի մասին է խոսքը, հիշում եք գազամուղ եւ այլ, ադրբեջանցիք, ինչ եմ ուզում ասել, Ադրբեջանում էլ հիմա մտածում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չստացավ, ինչ անենք, սահմանադրական մեծամասնություն, բայց գիծը շարունակում է։ Ինչ իմաստ ունի պնդել այս process-ը քանդել, եթե Ադրբեջանը ակնհայտ է ուզում է, որ հենց որ մեղրի ճանապարհը բացվի, իրանք ուրիշ տերմին են օգտագործում, բայց հենց սա իրանց հետաքրքրությունը դրա մեջ է, չէ՞, դա են ուզում որ բացվի ու պարզ է որ իմ կարծիքով իրանք մի քիչ կփապկացնեն իրանց պահանջները, մի այլ բաներ կմոգոնեն, ինչ որ էլի հարցեր կբարձրացնեն, մերոնք դրական կարձագանքեն, չգիտեմ ինչի հետ կապված, բայց կիսում եմ պարոն Նավասարդյանի այն միտքը, որ ստեղ այդպես չի որ վերջ, չստացվեց սահմանադրությունը փոխել, ուրեմն Ադրբեջանը չի շարունակի այդ process-ը։ Իրանք հասկանում են իրանց շահը, քանի որ ամերիկացիք իրան ներգրավում են ուժեղ այդ process-ի մեջ, գումարած հիմա Եվրոպան։ Այս Եվրոպա-Ադրբեջան երկխոսությունը նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը կուզենա շարունակել։ Պարոն Գրիգորյան, Թուրքիան շնորհավորեց։ Եվ ինչ է կարծում, մենք կարող ենք հույս ունենալ, որ
քայլ առաջ կգնա Թուրքիան համատած նրա ինչ որ կա հայ-ադրբեջանական համատեքստում, թե ամեն դեպքում Թուրքիայի քաղաքականությունը շարունակելու լինել նույնը եւ գնալու է սինխրոն հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Ну, Ֆիդանը ասեց, արտգործնախարար Թուրքիայի ասեց, չէ, մենք այս հարցով ամեն ինչ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ, այդ իմաստով փոփոխություն չի լինի, բայց Թուրքիան նաև ասեց, որ այս ընտրություններից հետո, որ դրական էին արդյունքները շնորհավորում ենք, մենք ավելի համարձակ քայլեր ենք սպասում, պետք է ճշտենք այդ ինչ ավելի համարձակ քայլեր են սպասում, որ մենք բավարարենք, հա։ Ինչ եմ ուզում ասել, բայց ձեզ հետ համաձայն եմ Թուրքիայի շնորհավորական խոսքերը, նաև Թուրքիայի պրոքրդական կուսակցության, որը ֆրակցիա ունի պարլամենտում շնորհավորական խոսքերը, շատ գրագետ տեքստեր, ես հիացած էի, ու այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ կշարունակվի։ Դժվար է ասել այ վաղը կբացեն թե ոչ, ես չեմ հավատում, բայց ոնց շատ դրական քայլ արեցին, մեր արևտուրը Թուրքիայի դարձավ օֆիցիալ, դա շատ կարևոր է։ Առանքում մեր բիզնեսը շատ բաներ կորցնում, միջնորդները օգնում են, հիմա միջնորդություն չկա, արևտուրը կբացվի, կհասնի 1 միլիարդի տարբեր տնտեսագետների, գնահատականների։ Ինչ եմ ուզում ասել, էլի լիքը տեղ կա միջև սահմանի բացումը, որ Թուրքիան մեր ճանապարհը կբացի։ Շատ է։ Պարոն Ավասարյան, ես ուզում եմ մենք մի քիչ էլ անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին։ Ես կարծում եմ, որ մի կողմից այն ինչ որ պարոն Գրիգորյանը արդեն նշեց, որ հստակ ձևավորված է կայուն մեծամասնություն, դա միանշանակ դրական էլեմենտ է ընտրությունների արդյունքում, բայց կա երկու, այսպես թե այնպես բացասական էլեմենտ, որոնց մասին ես կուզեմ նույնպես ձեր կարծիքը լսել։ Մեկը այն է, որ ըստ էության Հայաստանի խորհրդարան է անցել երկու ընդդիմադիր ուժ, որոնք առնվազն իշխանության հետ համատած պակաս ժողովրդավարական հակումներ ունեն, այսպես ասենք, եւ որոնց վերաբերյալ լուրջ մտահոգություններ կա իրենց օտարերկրյա ուրեմն կապերի եւ կախվածությունների մասին։ Սա մեկ, եւ երկրորդը, իդեմս քաղաքացիական պայմանագրի մենք Հայաստանի պատմության մեջ ունենք առաջին նախադեպը, որ նույն ուժը իշխանությունը ստանձնում է 3 անգամ։ Իհարկե կարող ենք պայմանականորեն ասել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդպես ուժը առանձնապես չէր տարբերվում, առաջի դեմքն էր տարբերվում, բայց այդտեղ ֆորմալ առաջի անգամն է, որ մենք ունեցանք նման իրավիճակ, որ նույն մարդը Հայաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնում է 3 անգամ եւ նույն ուժը ստանձնում է 3 անգամ։ Հնարավոր է արդյոք այդ ուժի ներսում ուրեմն ժողովրդավարական արժեքների եւ ժողովրդավարական պրակտիկաների դեգրադացիա, որովհետեւ իշխանությունը այլասերում է։ Շատ կարճ Թուրքիայի մասին, եթե թույլ տաք, երբ ուղղակի պիտի հասկանանք մի բան, երբ որ խոսվում է սինխրոնիզացիայի մասին կամ համաձայնեցման մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքի Հայաստանի նկատմամբ, շատերը դա հասկանում են, որ Ադրբեջանը թելադրում է ինչ պետք է անի Թուրքիան։ Մի քիչ այդպես չէ։ Համաձայնեցում նշանակում է, որ երկուսով նստում են, դե մի քիչ բարձունակացնենք։ Երկուսով նստում են եւ որոշում են ինչն է երկուսից ձեռ տալիս։ Եվ ինչ որ միջին տարբերակը ի վերջո իրականացվում է եւ իհարկե այդ ախալքալակի միջոցով Հայաստան Բեռներ տեղափոխելը Թուրքիայից եւ արևտուր իրականացնելը հենց դրա մասին է խոսում, որտեղ այնտեղ բավականին որոշիչ խոսք ուներ Ադրբեջանը, բայց Ադրբեջանը այո, որտեղ Ադրբեջանը դա նշանակում է, որ Ադրբեջանը դեմ չէր կամ ընդունեց Թուրքիայի առաջարկը, որ դա պետք է անել։ Սա ուղղակի տերմինների ճիշտ հասկանալու պահով։ Ինչ վերաբերում է ներքին քաղաքական իրավիճակներին։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում այն ֆրակցիաներում երկուսն են, թե երեքն են Հայաստանի խորհրդարանում կան մարդիկ, որոնք մտածելու կարողություն ունեն։ Եվ եթե այդ կարողությունը իրենք ունեն եւ օբյեկտիվ գնահատականներ տալու կարողությունը նույնպես ունեն, այնինչի մասին մենք խոսեցել ենք, որ օբյեկտիվորեն Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա նվազում է։ Դա նշանակում է, որ եթե իրենք շարունակեն նույն գիծը միակողմանի, իրենց ազդեցությունն էլ մեր ներքին քաղաքական կյանքում նվազելու է։ Ուրեմն ես չեմ բացառում, որ այն արճակատումը, որ կար նախորդ գումարման խորհրդարանում, կփոխարինվի նաև ինչ որտեղ համագործակցության մթնոլորտով, որտեղ դա միայն հնարավորություն կտա այդ ուժերին պահպանել իրենց ներկայությունը մեր քաղաքական կյանքում
մոտակա տարիների ընթացքում։ Այդ նույն առճակատումը միայն նշանակելու է թուլանալ եւ ի վերջո անհետանալ քաղաքական ասպարեզից։ Ես կարծում եմ, որ որոշ մանավանդ նոր սերունդի մարդիկ կան այնտեղ նաեւ, միգուցե իրենց նախաձեռնությամբ նաեւ փոխվի այն մարտավարությունը, որ իրանք իրականացնում են խորհրդանում, միգուցե մի քիչ իդեալիստական է նշում, բայց միշտ պետք է դրականի մասին մտածել, որ դա հնարավորություն դառնա։ Հուսով եմ նաև, որ քաղաքացիական պայմանագիրը նույնպես կփորձի հենց այդպիսի համագործակցային մթնոլորտ ստեղծել, որտեղ բազմաթիվ հարցեր կան, որտեղ անդիմության ներգրավվածությունը կարևոր կլինի կամ գոնե որոշ падգամավորների ներգրավվածությունը կարևոր որոշումների ընդունման առումով կարևոր լինի եւ դա միայն սահմանադրությունը չի, հա, չթվարկենք այն բոլոր ընթացակարգերը, որտեղ ասենք 3/5-րդն է պահանջվում եւ կամ ուղակի համերաշ նորմալ աշխատանքը իշա պետության։ Եվ վերջում կուզեի խոսենք մի քիչ ռիսկերի մասին։ Ռիսկերը հետևյալն են, որոնք վերաբերում են նաև ներքին քաղաքական կյանքին։ Մենք պիտի մի քիչ իրատես լինենք եւ հասկանանք, որ մի մասը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի ընտրողների միգուցե իրենք փոքրամասնություն են, բայց իրենց ընտրությունը կատարել են նաև ելնելով նրանից, որ որոշակի տնտեսական բարելավում կար մեր կյանքում։ Իսկ այդ տնտեսական բարելավումը ինչ որտեղ պայմանավորված է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններով։ Եվ իրոք անհրաժեշտ է այսօր, որպեսզի զուտ տնտեսական, պրագմատիկ հարաբերություններ ձևավորվեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, որպեսզի այդ մասը, սեգմենտը ընտրազանգվածի պահպանվի եւ շարունակի ապահովել լեգիտիմությունը իշխանությունների եւ աջակցությունը իշխանությունների քայլերի։ Եվ երկրորդ ռիսկը կապված է նրա հետ, որ այն դրական շարժը, որ մենք տեսնում ենք Եվրամիության եւ առանձին պետությունների վերաբերմունքի Հայաստանի նկատմամբ, դրանք ժամանակավոր են։ Դա Հայաստանին այդպես օգնելու էքստրեմալ վիճակում միտումներն են, բայց եթե մենք ուզում ենք կայուն հարաբերություններ Եվրամիության հետ եւ որպիսի մեր ներսում աջակցություն լինի այդ վեկտորին, անհրաժեշտ է, որ Հայաստանը պատրաստ լինի նաև նորմալ շուկայական սկզբունքներով զարգացնել Եվրամիության հետ հարաբերությունը եւ դա նշանակում է կառավարության արդյունավետ աշխատանք, բարեփոխումների իրականացում եւ տնտեսական եւ այլ ոլորտներում եւ հուսով եմ այստեղ էլ ներքին քաղաքական կայունությունը եւ համագործակցային մթնոլորտը շատ կարեւոր են լինելու։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, նույն հարցը ինչ ոնց որ ասած նոր հնարավորություններ եւ ձեզ համար դրական միտումներ եք տեսել ընտրությունների արդյունքում Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվող եւ ինչ ռիսկեր եք տեսնում։ Ну, նայեք, ես շատ ուշադիր հետևել եմ այն ծրագրերի, այն ելույթների, որոնք ունեցել են ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ուշադիր եմ հետևել, քանի որ մեծ փորձ ունեմ վերլուծական դաշտում, քաղաքական դաշտում, հասկանալի է, ով ռեսուրս ունի, դրանք էլ կլինեն գլխավոր թելադրողը այս ընտրարշավում։ Եվ ռեսուրս, երբ որ ասում են, փողի մասին մենակ չի խոսքը, նաև ԶԼՄ-ներ եւ այլն։ Պարզ է այդ երեք ուժը ռեալ մրցակից է Նիկոլ Փաշինյանի տարբերությունը մենք գիտենք, բայց ես ուշադրություն դարձրեցի։ Սկզբում, երբ որ իրանք խոսում են, երեք ուժի մասին էր խոսքը։ Ռուսաստան եւ վերջ։ Ուրիշ բառ ես չտեսա, էլի, ոչ առաջի անգամ երկրորդ։ Մի շաբաթից հետո, 10 օրից հետո նայեմ, իրանք ճկունություն ցուցաբերեցին։ 10 օրից հետո այս երեք ուժերից երկու ուժերը, այդ երկու դաշինքները ասեցին, բայց ով ասեց, որ Ամերիկայի հետ պետք չի աշխատել։ Ով ասեց, որ Դոնալդ Թրամփի հետ ծրագիրը պետք չի անել։ Ուղղակի մենք կասենք, ոնց կարելի ավելի լավ անենք։ Միտքս ինչու՞մ է կայանում։ Նրանում է կայանում, որ նույնիսկ այդ ուժերը, որոնք ակնհայտ ռուսամետ ուժեր են, ակնհայտ ուզում են վերադառնա Հայաստանը հապկի շրջանակներ, ակնհայտ ուզում են ԵԱՏՄ-ի մնալ, իրանք էլ դինամիկան ցուցաբերեցին։ Իմ խորհուրդ է այդ ուժերին, ոչ մի հիմա ասենք բողոքի ակցիաներ եւ այլ չանել, ուղղակի վերցնել մանդատներ, մտնել պարլամենտ, պարլամենտի միջոցով ազդեցություն ուժեղացնել։ Այդ վերահաշվարկը, որ արվում է, եթե ուզում են սահմանադրական դատարան դիմել, չգիտեմ,
ուժեղ Հայաստանը կդիմի թե ոչ, Հայաստանը ասեց մենք կդիմենք։ Այդ փուլը սկսվում է ամսի 14-ից, չէ, հունիսի 2 օրից։ Ինչ եմ ուզում ասել, եթե իրանք ուզում են մնալ քաղաքական դաշտում, պետք է լեգիտիմացնեն այս ընտրությունները, մտնեն ազգային ժողով, սկսեն պայքարել ազգային ժողովում ու մեխանիզմներ կան, ես համաձայն եմ պարոն Նավասարդյանի, բայց փորձը ինչ է ցույց տալիս, որ երբ որ դու կապում ես դրսի հետ, շատ մեծ հույսեր դրսի հետ, հետո կարող ես կորել ոչ միայն քաղաքական դաշտից, մենք գիտենք մի մարդուն, որը մեծահարուստ է, հիմա բանտում է գտնվում այլ երկրի, չեմ ուզում հիմա այդ հարցով շատ ուզում եմ, որ բոլորը մեր հայերը ազատ արձակվեն, դուրս գան ու միջալոց ձեր անձամբ ջանքերի մասին ես գիտեմ, մենք բոլորս դա ուզում ենք, բայց մի մեծահարուստ, որը եկավ հույսով, որ թիկունքում այդ մեծ երկիրն է, հետո պարզվեց թիկունքում ոչ ոք չկա։ Ինչ եմ ուզում ասել, այս ուժերը դասական իմաստով պետք է դառնան հայկական ուժեր, դասական։ Դա չի նշանակում, որ սկզբունքներից, բոլոր սկզբունքներից, իմիջիալոց ես ասեմ ձեզ, Նիկոլ Փաշյանի մասին կա մի թեր ըմբռնում, որ իբր ինքը չի ուզում Ռուսաստանի հետ աշխատել։ Նու գոնե փորձում են տարածել այս ձևի սուտ լուրեր Ռուսաստանից։ Ուղղակի հակառակը։ Ինքը հոգնեց ասելով, որ ձեզ հետ աշխատում եմ։ Պատրաստ եմ աշխատել։ Ես շատ լավ հիշում եմ 2021 թիվը, երբ որ այդ 2020 թվի այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված հիշում եք, խախտումներ էին, անընդհատ Նիկոլ Փաշինյանը գնում էր հանդիպում էր Պուտինի հետ, մի հատ հիշեք ինչ էր ասում, մենք անվտանգային հարցով սպասում ենք հենց Ռուսաստանից աջակցություն, դոս ինքը ազնվորեն միջև վերջ սպասելիք ուներ, եւ որ հասկացավ, որ այդ տղեկը գծում են, ինքը սկսեց այդ ձեր ասած դիվերսիֆիկացիայի գնալ ու այսօր էլ Հայաստանի կառավարությունը նոր ընտրված, վերընտրված ուզում է աշխատել Ռուսաստանի հետ։ Այստեղ մենք միանշանակ պետք է ժողովրդին ասենք, որ ուզում են աշխատել։ Ուրիշ բան է Ռուսաստանի արձագանքը, այդ երկկողմանի խնդիր է, եթե իրանք չարձագանքեն ինչ կանես։ Բայց ես հույսով եմ, որ պարզ է Ռուսաստանը դեստրուկտիվ է, բայց բոլոր կամուրջները չեն այրի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոնայք հրավեր ընդունելու եւ այս քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, փորձեցինք ամփոփել քաղաքական, այսպես կոնյունկտուրան ընտրությունների արդյունքում ձևավորված եւ միջազգային եւ ներքաղաքական։ Դեռևս կանադառնանք այս թեմաներին։ Լավ եղեք եւ կհանդիպենք յուրաքանչյուր գիրակի 19:00։